Տիկին Ղազարյան կիրակի օրը դուք եւս Հովանավանքում եք ձեր խմբակցության կանանց հետ, առողջապահության նախարարն էր ձեր կողքին կանգնած, այդքան շատ եք աջակցում նախկին Տեր Արամին, որ եկել եք Հովանավանք։ Տեսեք, մենք աջակցում ենք այն մարդկանց, ում իրավունքները խախտված են, այս դեպքում Տեր Արամի իրավունքների խախտման վերաբերյալ առաջին անգամ չէր, որ ազգային ժողովի հարցպատասխան հենց վարչապետին ես էի հարց բարձրացրել, երկու անգամ էլ ես եմ եղել, որովհետև իմ կարծիքով մարդուն այս դարում 21-րդ դարում ազատ խոսքի համար մեղադրանքներ առաջադրել, ինչպես նաև նրան այսպես կարգալույծի արարողություն այդպես արագ կազմակերպեն եւ իրականացնեն, որ արեց Մայրաթորի որոշ հոգեվորականներ, այսպես համախմբված, իմ համար անընդունելի է եւ այս ապարագայում այո, ես աջակցելու եմ Տեր Արամին, քանի որ ես կարծում եմ, որ որպես Հայաստանի նախ առաջինը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նրա իրավունքները խախտված են։ Տիկին Ղազարյան, դուք ասում եք իրավունքների պաշտպանություն իրականացնում եք այն անձանց, ում իրավունքները խախտվել են եւ ազատ խոսքի մասին եք առաջ բերում։ Նույն ազատ խոսքի համար հենց հիմա Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկում են Սամվել Ղազարյանը, Սամվել Կարապետյանը, ներողություն, Միքայել Սրբազանը, իրենց իրավունքները ինչու չեք պաշտպանում։ Նույն խոսքի ազատությունն է։ Տեսեք, ազատ խոսքի իրավունքի տեսակետից ազատ խոսքն ունի որոշակի սահմանափակումներ։ Դուք լավ գիտեք, Միքայել Աճապաղյանը ոչ թե ազատ խոսքեր հնչեցրել, այլ բռնության կոչեր արել եւ դա փաստացի ինքը ոչ մի անգամ է արել եւ հիշում եք խոսակցություններ էլ կար, որ առաջին անգամ ինչու, որովհետեւ գուցե առաջին անգամ իրավապահ մարմինները մտածեցին մարդու իր կարծիքն արտահայտել, որովհետեւ բոլորն էլ ազատ են իրենց կարծիքն արտահայտելու, բայց եւ այնպես հետագայում նա պնդեց եւ հաստատեց, ես ձեզ ասում էի եւ որի հիմքով եղավ նրա ազատազրկումը, այնպես որ մեկը մյուսի հետ կապվել, կարծում եմ պարզապես ասել էր մեր ձևով, եթե դուք Միքայել Սրբազանին արդարացնում եք ինչ որ կոչեր հնչեցնելու վերաբերյալ, Սամվել Կարապետյանը ընդհանրապես ասել էր անելու ենք մեր ձևով։ Ընդհանրապես անելու ենք մեր, տեսեք այն որ ասում է, ես չասեցի հաց ուտենք, ասեցի հաց ուտենք, լրիվ այդ նույն տրամաբանության մեջ է, հանգիստ ասում ենք, դե ասելա մեր ձևով։ Ինքը չէր ասում մեր ձևով, ինքը կոնկրետ սպառնալիքի կոչ, այսպես կարելի ասել, հնչեցրեց եւ ես չեմ ուզում որակում տամ, որովհետեւ դա իրավապահ մարմինների գործունեության ոլորտ է, գուցե եւ սխալ մեկնաբանություն տամ այդ ասվածին, բայց եթե իրավապահ մարմինները գտել են, որ այդ արտահայտությունը իրանից ինչ որ մի բան է ենթադրում, հետեւաբար այսօր գտնվում է Սամվել Կարապետյանը կալանքի տակ, այդ պատճառով սպասենք տեսնենք արդյունքները ինչ կստացվի, ինչպես տեսնում եք 2 ամիսում է հետաձգվում, այս անգամ մի ամիս է հետաձգվել, սպասենք տեսնենք իրավապահ մարմիններն ինչ կորոշեն, էլի ես կարող եմ քաղաքական գնահատական տալ, իրավապահ մարմինների գործերին չխառնվեմ։ Տիկին Ղազարյան, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, իշխող ուժը մեծ ջանասիրությամբ, վստահությամբ ընդունեց վեհափառ Հայրապետի օրհնությունը, բայց դրանից ընդամենը 7 տարի անց սկսեցին թիրախավորել, սկսեցիք ձեր խմբակցությունով, կուսակցությունով թիրախավորել վեհափառին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով օրը մեջ հաճախ ստատուսներ էր գրում, գնալու ենք վեհարան, այն վեհափառից ազատելու։ Ինչի հանկարծ ստացվեց, որ 7 տարի լռությունից հետո դուք որոշեցիք ձերբազատվել վեհափառից։ Եկեք այնտեղից սկսենք, ով գիտեր Տեր Արամի տեղը եւ կոնկրետ ես Հովանավանքում պատարագի առաջին անգամ եմ մասնակցում։ Հովանավանք դե բնականաբար որտեղ որ մոտիկ ես, այնտեղ ես այդ եկեղեցին ես գնում կամ որ բան է հոգեվոր հովիվից ավելի մեծ ակնածանք ես զգում, խորհուրդ ես զգում, տրամադրվում եւ գնում ենք այդ ուղությամբ։ Այս դեպքում եւս, երբ մենք եկանք իշխանության, այո, այդ ժամանակ լրիվ այլ իրավիճակ էր եւ այն բոլոր ասեկոսներին ուղղակի չենք էլ հավատում, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ շատ ավելի տեղյակ են հոգեվոր հայրերի, այդ առաջնորդների գործունեությունից եւ այլնից ու չնայած այն ժամանակ էլ կար խոսակցություն, դեռ հոկտեմբերի 27-ից հետո միշտ էլ չեն դադարել խոսակցությունները, թե ինչպես կարգադրվեց Գարեգին բն, ինչպես եղավ այդ ընթացքը, բայց որ անընդհատ գուցե ասեմ
խուսափում էին մարդիկ այդ ամեն ինչի մասին բաց ու ազատ խոսելուց, որովհետև այն ժամանակ մինչև 18 թվականն էլ մարդիկ խոսափում էին որևէ բանի մասին, պարզ խոսելուց բնական էր, ինչպիսի պայմաններում էին ապրում, ոչ մեկ չէր համարձակվում այսպիսի սուր խոսք ասել, եւ հեղափոխությունը հենց դրա համար եղավ շատը նաեւ, որ ժողովուրդը համախմբվեց եւ վերջապես տեսավ իր փրկությունը, իր ազատությունը այդ բռնաճնշումների տակ եւ սա էր ամենազարմանալին, որ այս ամեն ինչի հետևանքով եղավ հեղափոխությունը եւ գրեթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90%-ը մասնակցեց հեղափոխության, որտեղ ակնհայտ մարդու իրավունքների խախտումներ էր երկրում, բայց այսօր ասենք impeachment-ը հայտարարում այն պատիվ ունեմ խմբակցությունը, հատկապես Սերժ Սարգսյանի պատգամավորները, որոնք որ իրենց ապաշնոր կառավարման ժամանակ ժողովրդին կանգնեցին այնպիսի բանի ճգնաժամի առաջ, որ ժողովուրդը արեց հեղափոխություն, խոսում են ճգնաժամերից եւ այլնից, այս նույն պատմությունն է, այստեղ էլ մենք իրապես սկզբնական շրջանում փորձում էինք այսպես չմտնել այդ ասեկոսների մեջ, միջև որ մի քիչ այդ փաստերը ավելի ակնհայտ չդառնային, բայց հետո մենք հասկացանք, որ ոչ միայն այսպիսի իրենց այդ ամեն ինչը խախտած, եւ որ ուշադրություն գրավեց այդ գործընթացը, երբ ակնհայտ մտան քաղաքականություն, արդեն որ նայում եք կուսակցականները, նայում ես իրենք եկեղեցականներ են, հոգեվոր հովիվներ են եւ այլն, բայց կոնկրետ կուսակցության նման էին իրանց պահում, այո, եւ այդ շարժման ժամանակ էլ կոնկրետ Բագրատ Գալստանյանը նշեց, որ կաթողիկոսի օրհնությամբ է սկսել այդ շարժումը, եւ մենք հասկացանք, որ այստեղ կոնկրետ քաղաքական հայտ ներկայացնող հոգեվորականների հետ մենք գործ ունենք։ Փաստորեն նրանք Ես փորձեցիք ապահովագրել հետագա բացարձակ ապահովագրման խնդիր մենք այստեղ չունենք։ Երեք ես ձեր ռեպորտաժն եմ դիտել Էջմիածնում, երբ որ հարցում էի կանում քաղաքացիների մեջ, եւ դուք էլ եթե մի անգամ եւս վերանայեք, կտեսնեք, որ քաղաքացիները լրիվ այս հարցում ունենք քաղաքացիների շրջանում կոնսոլիդացիա, հատկապես Էջմիածնում ապրող մեր քաղաքացիների շրջանում։ Տիկին Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը Հովանավանքի պատարագից, կեղծ պատարագից, որովհետև կարգալույց քահանաներ արել, ասաց, որ հաջորդ կիրակի ենք գնալու։ Դուք կրկին գնալու եք եւ կանգնեք Նիկոլ Փաշինյանի կողքին կարգալույց եղած քահանայի կողմից վարվող, անցկացվող պատարագին մասնակցելու եւ որպես հայ քրիստոնյա կարգալույց քահանայի օրհնությունը ինչպես եք ընդունում։ Ես չեմ կարծում, որ Տեր Արամը կարգալույց արված քահանա է եւ ես այսպես կանգնելու չկանգնելու խնդիր չունեմ։ Երբեմն Աստծո հետ հաղորդակցվելու համար ընդհանրապես քահանայի կարիք էլ չես ունենում, երբ որ եկեղեցի ես գնում, բայց պատարակները շատ եմ կարևորում եւ առաջին անգամ չէի որ պատարակ էի մասնակցում, բնականաբար Եվ ես չեմ համարում, եթե մարդ արդեն օծվել է որպես քահանա, ինչ որ մեկի մի քանի աշխարհիկ մարդկանց կողմից կարող է մի ինչ որ պահի որոշի, որ ինքը կարգալույց է արվել, սա ավելի շատ ես որակավորեի, որ հենց կաթողիկոսն է փորձում իրեն ապահովագրել այս դեպքում, որպեսզի որ իրան չհասնի, որովհետև ինքը շատ լավ գիտի եւ ես եւս մեկ անգամ նշեմ, որ իրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն բան արել, ընտրել որպես կաթողիկոս եւ ինքը այսպես իրեն համարվում է Հայաստանի ամենայն հայոց կաթողիկոս, ես բնավ դրա հետ հենց սկզբից էլ համաձայն չեմ եղել, հոկտեմբերի 27-ից էլ նույնիսկ համաձայն չեմ եղել, որովհետեւ ես այդ ժամանակ արդեն ճիշտ ընտրելու իրավունք չունեի, բայց արդեն գիտակից քաղաքացի էի եւ շատ լավ հիշում եմ այդ օրերը եւ երբեւե որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի խորհուրդն ակնածանքը չի ունեցել, ես քաղաքացիների անունից եմ խոսում, երբեմն ինձ ասում են քաղաքացիների անունից ինչպես եք խոսում ամբողջ, բայց ես հիմնականում մեծամասնության անունից, որովհետև մենք էլ ենք շփվում քաղաքացիների հետ, ձեր ռեպորտաժն էլ ես մեջ բերեցի, որ իրոք քաղաքացիները սա առումով ընդհանրապես կասկած նույնիսկ չունեն, ուղղակի էլի եմ ասում Հայաստանի Հանրապետության քաղաքացին անընդհատ այն որ տեսնում ես վատը, բայց երբեմն այն հոգու խորքում չես ուզում տեսնել, այսպիսի մի խնդիր ունեինք, որը որ պետք է հաղթահարվի ու պետք է հաղթահարենք բոլորով։ Տիկին Ղազարյան, վերջին հարցը Մամուլում գրվեց, որ Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի ցանկացած պահանջված շոուն չի իրականացել եւ շատ քիչ մարդ է հավաքվել Հովանավանքում։ Տեսեք, պնդում են, որ ցույց է տալիս նկարներով ամեն ինչով
1200 մարդ է եղել, որոնցից մեծամասնությունը քաղաքացիական հագուստով իրավապահներ էին ներսում, պետական պահպանության ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ինչու եւս մեկ անգամ Կիրակի օրը պիտի գնաք պատարագի, ինչ որ մի բան չէր ստացվել այս Կիրակի։ Չէր ստացվելու բան չկար, ինչպես նկատեցիք, ինչքան էլ փորձում են լրատվականները տարբեր գտնել, թե բայց տիպողաբար ասել են, գուցե ձեզ էլ այդ պահին էլ էին հարցեր հնչեցնում։ Ռեպորտաժը չեք տեսել, որոնց բերել էին, օրինակ Երևանից, Վանաձորից, Կապանից, հիմա նույն տրամաբանությամբ ես մարտունեցի եմ։ Ես մարտունեց եմ, հիմա Մարտունից մարդ չեք բերել ձեր հետ։ Ոչ մեկի չեմ բերել իմ հետ, մարդիկ եկել են ինքնաբուխ, հիմա տեսել են վարչապետը գնալու է Հովանավանք, մարդիկ գալիս են ու դրա մեջ մեղադրել թե մարդիկ գալիս են որևէ մեկին տեսնել, ինչպես տեսակ ներսում կոնկրետ ես падգամավոր տեսել եմ Արուսին Մանավազյան, որի հետ միասին ենք գնացել իրականում ու գնալու ենք նաև այս Կիրակի, նույնիսկ Մանավազյան Արուսյակը նախորդ անգամ երեխաներին էր ուզում բերել, ինչ որ չստացվեց այսպես խառը, այս անգամ ասած, քանի որ բանը երկրորդ անգամ էլ վարչապետը լինեմ, կուզանամ երեխաների հետ էլ ներկա լինեմ, ես էլ եմ այնտեղ լինելու, էլի գնալու եմ պատարագի, ու շատ լավ է, որ այսքան խիտ գրաֆիկի մեջ մի քիչ էլ կարողանում ենք տրամադրել պատարագին գնալու, ժամանակին ավելի հաճախ էի գնում պատարագի, հիմա անկեղծ ասած այդ ոնց որ մի Կիրակի մնա հանգստանալու չեմ հասցնում ու ես կարծում եմ իրական քրիստոնյան նաև այդ պատվիրանները պահելով Աստված որ ասում է իրեն օրհնություն տալիս է եւ այդքան պարտադիր չեմ դիտարկում եկեղեցի անընդհատ գնալը, բայց այնուամենայնիվ պատարագի գնալ միշտ սիրում եմ ու կարծում եմ մարդու հետ ճգնաժամային բոլորս էլ ունեն մենք հոգեբանական ծանր ճգնաժամային պահեր, վստահեցնում եմ, որ շատ լավ օգնում է պատարագի այցելը եւ կոչ կանեմ մեր քաղաքացիներն էլ պատարագի հաճախ այցելեն, թող չարցելեն Հովանավանք, դա պարտադիր չէ, վարչապետն է այցելում եւ ես անկեղծ ասած այդտեղ ոչ մի արտասովոր բան չտեսա ու վստահաբար կարող եմ ասել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից որևէ մեկին չի ասվել, որևէ մեկին չի բերվել։ Հիմա ես էլ Մանավազյան Արուսյակի հետ եմ գնաց։ Հիմա դե ասենք Արուսյակն է Մանավազյանից տարել, թե ես եմ Արուսյակին տարել։ Բնականաբար չէ, մեր ցանկությունն ա եղել գնացել ենք։